Կարդալու եմ իմ հեքիաթներից մեկը, պապն ու շաղկամը սկսեցինք։ Դրանալար մի անգամ, պապը ծամեց մի շաղկամ։ Շաղկամն աճեց մեծացավ, պապը տեսավ զարմացավ։ Պապը քաշեց, կասկսեց, շաղկամը ուղղեց չհանեց։ Պապը կանչեց տատիկին, տատը պապից, պապը շաղկամին։ Քաշեցի, շաղկամը ուղղեց չհանեց։ Տատը կանչեց թորնիկին, թորը տատից, թորը տատից, տատը պապից, պապը շաղկամից, պապը շաղկամից, քաշեցին, շաղկամը հողեց, չհանեցին։ Թորը կանչեց շունիկին, շունը թորից, թորը տատից, տատը պապից, պապը շաղկամից, քաշեցին, շաղկամը հողեց, չհանեցին։ Շունը կանչեց կատվիկին, կատուն շունից, շունը թորից, թորը տատից, տատը պապից, պապը շաղկամից, քաշեցին, շաղկամը հողեց, չհանեցին։ Կատուն կանչեց մկնիկին, մուկը կատվից, կատուն շունից, շունը թորից, թորը տատից, տատը պապից, պապը շաղկամից, քաշեցին, շաղկամը և շաղկամը հանեցին։ Ուրա, բայց չեղավ հետո։ Բան եղավ, պապիկը շաղկամը սանել ու հետո չկարեցավ հանի, տատիկին կանչեց չկարեցավ, հետո թորնիկին կանչեցին չկարեցան, հետո շունին կանչեցին չկարեցավ, հետո կատվին կանչին չկարեցավ, հետո մկին կանչին կարեցավ։ Հա, այսինքն ընկերներով միասին հանեցին։